Բարերի կախարդական երկրում տիրում էր մեծ աշխուժություն։ Քաղաքի գլխավոր հրապարակում կանգնած էր բարձր տոնածառը, իսկ շուրջը քայլում էին լույսերն ու զարդերը։ Այդ ամենը հնարավոր էր դարձել 3 կարևոր կերպարների շնորհիվ՝ գոյականի, ածականի և թվականի։ Գոյականը քաղաքի հիմքն էր, նա ամեն ինչին անուն էր տալիս՝ տոնածառ, ձյուն, նվեր, ժամացույց, զանգակ, առանց նրա ոչ մի բան չէր ճանաչվի, և մարդիկ չէին հասկանա, թե ինչի մասին են խոսում։ Ածականը գոյականի ամենամոտ ընկերն էր։ Նա սիրում էր նկարագրել ու բնութագրել ամեն ինչ։ Նրա օգնությամբ տոնածառը դառնում էր բարձր ու կանաչ, ձյունը սպիտակ ու փափուկ, նվերները գեղեցիկ ու գունավոր։ Ածականն ասում էր՝ առանց ինձ խոսքը կմնա չոր ու անհետաքրքիր։ Իսկ թվականը կարգ ու կանոն էր բերում քաղաք։ Նա հաշվում էր ամեն ինչ՝ 1 մեծ տոնածառ, 4 փայլուն գնդակ, 10 փոքրիկ լույս, 2 զանգակ։ Թվականի շնորհիվ բոլորը գիտեին քանակը, հեշտականությունը և ժամանակը։ Մի օր հենց ամանորը գիշերը երեքը սկսեցին քննարկել իրենց դերը։ Գոյականը վստահ էր, որ առանց իրեն ոչինչ գոյություն չունի։ Ածականը պնդում էր, որ ինքն է խոսքին գեղեցկություն տալիս։ Թվականը հիշեցնում էր, որ առանց իրեն անհնար է ճշգրտություն ու հաշվար։ Վիճաբանության ընթացքում քաղաքը սկսեց մթնել։ Նախադասությունները խառնվեցին, մարդիկ չէին կարողանում ճիշտ արտահայտվել, սակայն շուտով երեքը հասկացան, որ յուրաքանչյուրը կարևոր է մեկը մյուսի հանդեպ։ Երբ նրանք միավորվեցին, կախարդանքը վերադարձավ։ Ժամացույցը ցույց տվեց 12 քաղաքում հնչեցին 12 զանգակները, և բոլորը ուրախ բացականչեցին։ 12 պայծառ լույսերով զարդարված տոնածառը նոր հույս բերեց քաղաք։ Այդ օրվանից ածականը, գոյականը և թվականը երբեք այլևս չվիճեցին։ Նրանք հասկացան, որ միասին են ստեղծում լիարժեք, գեղեցիկ և ճիշտ խոսք, իսկ ամեն ամանոր նրանց համագործակցությունը դարձնում է իսկական լեզվական տոն։ Թող որ բոլորիս ամանորը լինի այդպիսին, ինչպիսին ածականինը, գոյականինը և թվականինն էր։ Թող բոլորս էլ հասկանանք մեր սխալները և փորձենք փոխել մեր կյանքը։ Չէ՞ որ ամանորը իր հետ հրաշքներ է բերում։